Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Քննչական կոմիտեն պնդում է, որ խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի լարիքում մի փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ ՆԿՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում, այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելու խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով, ասված է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ Կարապետյանը նախազգուշացված է եղել կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն այս հարցի առնչությամբ ասել է, որ իրենք ստուգող մարմին չեն ու նման լիազորություն չունեն, առաջնորդվում են տրված փաստաթղթերով։ Նշենք, որ Նարեկ Կարապետյանը հերքել է իր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու մասին լուրը։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից այլ քաղաքացիություն չեմ ունեցել։ Կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան օրինակ Անգլիայում կամ Շվեյցարիայում Ալեն Ռոբերտովիչ։ Այդպիսի բաներ մի արեք, նշել է Կարապետյանը։ Քաղաքացիական հասարակության 1 տասնյակից ավելի կազմակերպություններ խստորեն են դատապարտում են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված ակնհայտ անօրինական անհիմն եւ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը, պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան եւ դադարեցնել քրեական հետապնդումը։ Առավել եւս անօրինական, անհամաչափ եւ դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործունեությունը սահմանափակելու եւ նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն։ Ասված է իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, լրագրողների հանուն մարդու իրավունքների, Երևանի մամուլի ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, Վանաձորի գրասենյակի, Հելսինկյան ասոցիացիայի եւ մյուս կազմակերպությունների հայտարարությունում։ Իրավապաշտպանները շեշտել են, որ Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը եւ սոցիալական հարթակում արված գրառումը ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո որպես քննադատական խոսք։ Իրավապաշտպան կազմակերպությունները գլխավոր դատախազությունից եւ քննչական կոմիտեից պահանջում են նաեւ պահպանել անկախության եւ անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա, բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումները։ Այդ թվում քրեական գործիքակազմի անօրինական եւ անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակներում կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով։ Հոբելյանական 55-ամյակ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ Սրբազանի ծննդյան 55-ամյակը շնորհավորելու։ Նրանք քայլերթով հասան Սուրբ Աննայի եկեղեցի, այնուհետև վերադարձան ազգային անվտանգության ծառայության մոտ, որտեղ պաստառներով եւ լույսը հաղթելու է խավարին բանկարկումներով շնորհավորում են arczepiskopos-ի ծննդյան 55-ամյակը։ Նրանք իրենց հետ նաև տորթ եւ շնորհավորական նամակներ են բերել։ Ակցիային միացել են նաև Սրբազան պայքարի գործով անցնող անձանց փաստաբանները, Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը եւ այլք։ Սրբազան պայքարի աջակիցները վառեցին տորթի վրայի մոմերը եւ երգեցին ծնունդը շնորհավոր Սրբազան, Աստված օրհնի քեզ Սրբազան։ Այնուհետև կտրեցին տորթն ու բաժանեցին հավաքվածներին։ Գեղամ Մանուկյանը խոստացավ նամակները փոխանցել Բագրատ Սրբազանին։ Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքներն այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Սպուտնիկ Արմենիայի հարցման մի պատասխան այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։ Լրատվամիջոցն ԱԱԾ-ին հարցրել էին, արդյոք իրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին, սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։ Ազգային անվտանգության ծառայությունից սկզբում
հետևում հայտնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ կատարել եւ պատասխանեցին միայն 1 ամիս անց։ ԱԱԾ-ում նշել են, որ Կիրանց յուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում։ Իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ, հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով հայտնել են ԱԱԾ-ից։ Նշենք, որ մոտակա ժամանակներս այնտեղ սահմանազատում չի նախատեսվում։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ ըստ այդ հրապարակման Քոչարյանը դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով հնարավորություն տալ առանց խոչընդոտների հեռանալու երկրից։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը հերքել է, թե նման խոսակցություն եղել է, հայտարարելով, որ այն հարստական բանականությամբ ստեղծված նյութ է։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ տարին մի քանի անգամ երկրից դուրս է գալիս, ասելով պիտի Պուտինին դիմեն փախչելու համար։ Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում, ընդգծեց նա։ Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Քոչարյանն ասաց. այսօրվա վարչապետն անում է ամեն ինչ, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերեն ԵԱՏՄ-ի հետ կապված։ Մենք օրեցօր ավելի ենք մոտենում Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվության ներկայացման ժամանակ նման պնդում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է արել։ Սարգսյանը անշնորհակալ գործ է անվանել վիզային ռեժիմի ազատականացման հստակ ժամկետներ նշել է, պարզաբանելով, որ վերջնական որոշումը մնում է Եվրամիությանը։ Այս գործընթացը հնարավորություն կտա արժանապատվորեն ճամփորդել, իսկ Հայաստանի իշխանություններին իրականացնել երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Մենք գործընկերներից ստացել ենք 52 առաջարկ եւ պատրաստ ենք կյանքի կոչել դրանք բոլորը։ Մենք կարևորում ենք նաեւ նախկինում նախաստորագրված փաստաթղթերի շրջանակներում դրույթների իրականացումը, ասել է Սարգսյանը։ Վերջինիս խոսքով Հայաստանին մեծ աշխատանք է սպասվում, մեր թիմի առջև խնդիր էր դրված երկխոսության մեկնարկից հետո անել ամեն ինչ, որպեսզի 2-ից 3 տարվա ընթացքում կատարվեն ԵՄ բոլոր առաջարկները։ Մենք կանենք առավելագույնը գործընթացներն արագացնելու համար, ընդ որում կարևոր է նաեւ իրականացման որակը։ Եթե շարունակենք նույն տեմպերով եւ բոլոր միջոցառումները պատշաճ կերպով կատարվեն, շատ շուտով մեր քաղաքացիները կմոռանան վիզա ստանալու համար ԵՄ երկրների դեսպանատները դիմելու խնդրի մասին։ Եզրափակել է նա։ Մայիսի 20-ն է Երևան, Սարալանջի ճանապարհից դեպի Էրեբունի վարչական տարածքով հատվածում Հոնդա Մարտիշի ավտոմեքենան ըստ նախնական տեղեկությունների մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել բաժանարագոտու բետոնե հատվածին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ շտապօգնության բժիշկները տեղափոխել են Հերացուաման թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը։ Այդ տեղեկությունը ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզվում է, որպեսզի հայտնաբերեն վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան եւ վարորդին։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։